Ողջույն։ Մեջբերում։ Միգուցե հասկացանք, որ կարող են Հայաստանի և Ադրբեջանի համար որոշ ընդհանուր շահեր լինեն տասնամյակների թշնամանքից հետո։ Այս հայտարարության հեղինակը Փաշինյանն է, ասել է այսօր Ֆրանսիա։ Հայաստանն ու Ադրբեջանը ինչ ընդհանուր շահեր կարող են ունենալ, դժվար գտնեք։ Իսկ ինչ ընդհանուր շահեր ունեն Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը, Փաշինյանն ու Ադրբեջանի ժողովուրդը, այստեղ կարող են լինել համընկնող շահեր։ Եվ ըստ երևույթին հենց դրանց մասին էլ խոսում է։ Նիկոլը խոսում է այժմ երկու երկրների ինքնիշխանության պահպանման մասին։ Ադրբեջանի ինքնիշխանություն ասելով վստահաբար հասկանում է, որ նրանց հանձնել է Արցախը, որը համարում էր Ադրբեջանի ինքնիշխանության մաս։ Իսկ Հայաստանի ինքնիշխանություն ասելով ինչ է հասկանում։ Արդյոք պահպանված է ինքնիշխանությունը։ Այս պահին խախտված է ավելի քան 200 քառակուսի կիլոմետրով։ Արարատ Միրզոյանն ասում է, ինչ որ տարածքներ են թշնամու ձեռքի տակ։ Ինչ որ տարածքներ չեն, Հայաստանի Հանրապետության տարածքն է, մեր հողն է։ Այդ տարածքների օկուպացիան բխում է Ադրբեջանի շահերից։ Օկուպացրել են, հիմնավորվել են, այնտեղ պաշտպանական դիրքեր են ամրացրել, տնավորվել են, իսկ ինչով է բխում Հայաստանի շահերից։ Ադրբեջանի շահերից չի բխում, որ Հայաստանին վերադարձնի գերիներին, ու գերիներին, հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելը նրա համար կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի դեմ նոր կոզր ունենալու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի շահերից բխում է ստանալ գերիներին, վստահաբար ոչ։ Այնտեղ մարդիկ են, ովքեր առաջնորդել են Արցախը տասնամյակներ, ունեն աջակիցներ, կարող են ոտքի հանել նրանց, իսկ դա Փաշինյանին բոլորովին ձեռք չի տալիս։ Պարզենք, թե էլ որտեղ են համընկնում Նիկոլի ու Ալիևի շահերը։ Փաշինյանը դադարեցրել է ադրբեջանցի ահաբեկիչների նկատմամբ միջազգային հետախուզումները։ Դա բխում է ում շահերից։ Ադրբեջանի։ Անգամ ձերբակալվում է այլ երկրում ադրբեջանցի, որը հետախուզվում էր Հայաստանի կողմից, բայց բաց են թողնում։ Ադրբեջանը չի դադարեցրել հետախուզումը հայերի նկատմամբ, իսկ դա ում շահերից է բխում։ Բխում է ադրբեջանցիների շահերից եւ բխում է Նիկոլի շահերից, որովհետեւ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաեւ այն գործիչներին, որոնք Նիկոլի քաղաքական հակառակորդներն են ու այստեղ քաղաքական ենթատեքստով քրեական գործերի ներքո են գտնվում։ Երևանում անցկացվող Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ԿՊԱ-կան падգամավորները դեմ քվեարկեցին ընդդիմադիրների եւ Եվրոխորհրդարանի երկու սոցիալիստ падգամավորի հեղինակած նախագծին։ Դրանով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը իրենց բնորան։ Սա ում շահերից չէր բխում Ադրբեջանի։ Միայն Ադրբեջանի շահերից չէր բխի այս նախագծի ընդունումը։ Իսկ ով է դեմ քվեարկում։ ԿՊ-ն։ ԿՊԱ-կանները հորդորել են եվրոպացիներին կողմ չքվեարկել։ Միանգամայն հասկանալի է, որ ադրբեջանցիների շահերից չի բխում արցախցիների վերադարձը, իսկ ինչու դա չի բխում Նիկոլի շահերից։ Մեր սփյուռքի կառույցների եկեղեցու դեմ պայքարը բխում է ադրբեջանցիների շահերից, բայց Ադրբեջանից ավելի ուժեղ պայքարում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչու է Ադրբեջանին ձեռնտու հայկական եկեղեցու այսօրվա վիճակը, գիտենք։ Սփյուռք Հայաստան կապերի քայքայումը գիտենք, բայց արյուտես որ բխում է նաև Նիկոլի շահերից։ Ալիևին էլ ձեռք չի տալիս, որ Հայաստանի ղեկավար լինի Քոչարյանը ու պայքարում է դրա համար։ 21-ին այդ ուղղությամբ աշխատանքներ է տարել։ Նիկոլ Փաշինյանին եւս բոլորովին ձեռք չի տալիս, որ վերադառնա Ռոբերտ Քոչարյանը։ Այս ուղղությամբ եւս այդ երկուսի շահերը համընկնում են, իսկ Հայաստանի շահը համընկնում է, բնականաբար ոչ։ Արցախի հանձնումը բխում էր բնականաբար Ադրբեջանի շահերից։ Իսկ թե ինչու էր բխում նաև Փաշինյանի շահերից, դրա մասին հանգամանորեն մեզ կբացատրի հետագա քննությունը։ Հետաքննությունը շատ հարցերի պատասխան կտա, որովհետև Փաշինյանը դեռ 2018 թվականին տպագրված գրքում էր Արցախ հանձնելու մասին գրում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հրահրում էր պատերազմ, դա Հայաստանի շահն էր, թե Նիկոլի ու Ալիևի։
Ալիևը պաշտոնապես դրանից հետո համարեց այս հայտարարությունը բանակցությունների ավարտ։ Նիկոլի Սասունը ասում է, դե մարդ է պահի տակ ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հա, մեկ էլ ինքը Սասուն Միքայելյանն էր պահի տակ ասում Թավշյա հեղափոխությունը Արցախից կարևոր է։ Եթե ընդունենք, որ պահի տակ է ասել, ապա դա շատ վատ է, որ պետությունը ղեկավարողը չի կարողանում էմոցիաները զսպել, պահի տակ բլթացնում է։ Առաջ մտածում էի, որ կարող է պահի տակ, տեսնելով կուտակված բազմությունը, ուզենալով հայրենասեր խաղալ, ասի Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց երբ հետո ասաց, որ ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որպեսզի ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, երբ ասաց դեռ պետք է պարզենք ցեղասպանություն եղել է թե չի եղել, երբ ասաց պետք է սահմանադրություն փոխենք, անկախության հռչակագիրը խնդիր է եւ այլն, արդեն համոզվեցի, որ ոչ, սա հենց այնպես պահի տակ չի ասել, այլ ասել է այսօրվա այս վիճակին հասնելու համար մաքուր ադրբեջանական շահ։ Հայաստանից Ռուսաստանի դուրս մղումը ում շահերից է բխում, հայ ժողովրդի, ոչ, բխում է Թուրքիայի, Ադրբեջանի շահերից, առաջին հերթին, մյուս երկրները չթվարկեմ, թե ում շահերից է բխում։ Փաշինյանը ամեն ինչ անում է, ու մի մասով արդեն կարողացել է Հայաստանում ռուսական ազդեցությունը թուրքականով փոխարինել։ Նիկոլն ասում է, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանը շատ ավելի երկար պատմություն ունի, քան Ռուսաստանի հետ։ Գիտեք, Թուրքիայի մասով ճիշտ է ասում, ունենք շատ երկար պատմություն, որի բոլոր էջերում ցավ է, ողբերգություն է։ Իսկ այ Ադրբեջանի հետ չէր կարող երկար պատմություն ունենալ, որովհետև Ադրբեջանը երկար պատմություն չունի։ Իսկ 100-ամյա Ադրբեջանի հնագույն ազգ ներկայացնելու շահ ովքեր են հետապնդում, ադրբեջանցիները, մեկ էլ Նիկոլը։ Կարճ ասած, Փաշինյանը ամեն օր հայտարարում է, թե ժողովուրդը իրենց է ընտրելու, որով կաջակցի խաղաղության օրակարգին։ Խաղաղության օրակարգին ժողովուրդը այո կաջակցի, Նիկոլին ոչ։ Ժողովուրդն ասում է, որ Նիկոլին ու ՔՊ-ին ձայն տալը նույնն է, որ ձայն տաս ադրբեջանական ու թուրքական ուժերին, թուրքական շահին։